Վերջերս այս խումբը սկսել են նոր արդարացումներ մտածել մեղրին հանձնելու համար։ Այդ թղթի մեջ մի 15 անգամ գրել են սուվերենիտետ բառը, ինքնիշխանություն բառը, եւ կարծում են, որ այդ բառով հարցը լուծվում է։ Եկեք նորից բացատրեմ, թե ինչպես կարելի է սա անել, որպեսզի պահել Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը պետք է պայմանագիր կնքեր մասնավոր ընկերության հետ իր տարածքում գործունեություն ծավալելու ըստ Հայաստանի օրենսդրության։ Այսինքն ինչ որ մի ուրիշ ընկերություն, օրինակ Carrefour-ը, ֆրանսիական ընկերությունը, չէ՞, նա Ֆրանսիայի կառավարությունը Հայաստանի հետ պայմանագիր չի կնքել, չէ՞ որ Հայաստանի տարածքում Carrefour-ը արտոնություններ ունենա եւ չենթարկվի մեր օրենսդրությանը։ Այդպիսի բան չկա, չէ՞։ Մասնավոր ընկերությունը Հայաստանի տարածքում պետք է գործեր ըստ Հայաստանի օրենսդրության, ենթարկվելով մեր ինքնիշխանությանը։ Մենք պետք է իր հետ պայմանագիր կնքենք, ոչ թե օտարերկրյա պետության հետ։ Պետության հետ դուք չեք կարող պայմանագիր կնքեք ձեր ներքին գործերի մասին, դա նշանակում է դուք ձեր սուվերենությունը հանձնում եք։ Եվ հետո այդ տոկոսների բաշխումը կարող է լինել 51% Հայաստան, 49% այդ մասնավոր ընկերությունը։ Դա կնշանակեր, որ վերահսկողությունը մնում է Հայաստանի ձեռքին, եւ այս ընկերությունը ենթարկվելու է հայկական կառավարության որոշումներին եւ մեր սուվերենությանը։ Հիմա հակառակն է տեղի ունեցել։ 74% ամերիկացիների ձեռքում, որը նրանք կարող են փոխանցել Թուրքիային, Ադրբեջանին, որևէ խոչընդոտ դրա մասին, դրա վերաբերյալ չկա եւ որևէ բան գրված չէ, որ դա անհնար է։ 74% Ամերիկայի, հնարավոր է Թուրքիա, Ադրբեջանի ձեռքերում, միայն 26-ը մեր ձեռքում։ Այսինքն մենք ենթարկվում ենք այն մարդկանց, ովքեր ունենալու են այդ 74%-ը եւ պայմանագիրը կնքված է ոչ թե Հայաստանի եւ ինչ որ մասնավոր ընկերության միջև, որը կենթարկեր այդ ընկերությունը մեր սուվերենությանը, այլ Հայաստանի եւ մի ուրիշ կառավարության միջև մեր տարածքի մասին։ Նշանակում է, որ այդ տարածքում մի ուրիշ կառավարություն հիմա կարող է մեզ թելադրել, թե ինչպես են այդ գործընթացները կազմակերպվելու։ Սա այսինքն սուվերենության ակնհայտ խախտում է եւ ինչպես ես տասնյակ անգամ ասել եմ, մենք գնում ենք դեպի գաղութացման։ Բայց ես չեմ զարմանում, որ այս մարդիկ շարունակում են խոսել սուվերենության մասին, շարունակում են ինչ որ հիմար օրինակներ մտածել, ինչ որ բառեր ասել առանց հասկանալու թե դա ինչ է նշանակում, առանց որևէ կասկած բոլոր կոմպետենտ էքսպերտներ ասում են Հայաստանը զիջել է իր սուվերենությունը, որը հետ բերել լինելու է շատ դժվար, սա կարող է ընկնել Թուրքիա, Ադրբեջանի ձեռքը եւ տասնյակ տարիներ անցնի կամ 100 տարի անցնի, ինչպես օրինակ Եգիպտոսում, Պանամայում, Հոնկոնգում, մինչեւ մենք հետ բերենք այս տարածքները։